Բուդապեշտում Վրաստանի, Հունգարիայի, Ռումինիայի, Բուլղարիայի եւ Ադրբեջանի կառավարությունների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ կայացել է կանանչ կենտրոնական միջանցքի նախարարների լիագումար նիստ, որտեղ քննարկվել է կանաչ էներգիայի զարգացման եւ փոխանցման ոլորտում ռազմավարական գործընկերության հիմնական ուղղությունները։ Նախարարականում ելույթ է ունեցել նաեւ Վրաստանի առաջին փոխվարչապետ, էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։ Ինչպես նշել է նախարարը, հանդիպման մասնակիցները պայմանավորվել են, որ Բուլղարիան նույնպես կմիանա Սևծովյան Սուզանավային մալուխային նախագծին։ Նրա խոսքերով թիմի առջև կանգնած են կարևոր խնդիրներ, որոնցից մեկն էլ տեխնիկատնտեսական հիմնավորումն ավարտելն է։ Ինչպես նշել է էկոնոմիկայի նախարարը, գործընկեր երկրներում գործում են նույն օրակարգերը, եւ դա նրանց գնահատմամբ օգնում է ապահովել սահուն էներգետիկ անցում եւ կայուն զարգացում, որպեսզի արդարացվեն ինչպես բնակչության, այդպես էլ բիզնեսի ակնկալիքները։ Իսկ երկարաժամկետ հեռանկարում էներգիայի կանխատեսելի գները կամրապնդեն եւ ավելի մրցունակ կդարձնեն ծրագրի երկրների տնտեսությունները։